Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Լրատվամիջոցներին հայտնել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նախաքննության շահերից ելնելով կառույցը այլ տեղեկատվություն չի տրամադրել եւ դեռևս անհայտ է թե կոնկրետ ինչ մեղադրանքով են բերման ենթարկվել նախկին պաշտոնյաները։ Հայաստանի վարչապետը ազգային բարերար Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած հերթական հայտարարությամբ քաղաքացիներին նոր շոկի է ենթարկել։ Մեր պետության նախկին ղեկավարներից ոչ մեկ հրապարակային նման բառերով երբևէ չի դիմել որևէ մեկին։ Եթերային էթիկան մեզ նույնպես թույլ չի տալիս հրապարակել Նիկոլ Փաշինյանի խոսքի այդ հատվածը։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս։ Անհնար ու անհավատալի վիրավորական արտահայտություններով իր ընդդիմախոսների հետ խոսող Նիկոլ Փաշինյանին ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է պատասխանել։ Թե ինչա լինում, երբ հոգով դառնում է վարչապետը։ Դա օրինակ վարչապետի խոսի թե ժողովուրդ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Արդյոք պետական եկամուտների կոմիտեն հրահանգ ստացել է նոր ստուգումների գնալ ազգային բարերարի բիզնեսներում։ Պետ նախագահը սկզբում ասել է, որ նման հանձնարարություն ինքը չի ստացել, նաև չի լսել Հայաստանի վարչապետի արտահայտությունները։ Նման հանձնարարական ես չունեմ, ընդ որում էլի ասեմ, առավոտից քանի որ զբաղված եմ եղել, չեմ լսել նման արտահայտության մասին։ Հետո պետ նախագահը պնդել է, որ իր ղեկավարած կառույցը հարկային տեռոր երբեք չի արել։ Չեն եղել նման բաներ։ Իսրայելի պաշտպանության բանակը առյուծի մռնչուն գործողության շրջանակում ընդամենը 10 րոպեի ընթացքում խոցել է Հեզբոլահի 100 թիրախ։ Բեյրութի կենտրոնում տասնյակ բնակելի շենքեր են հողին հավասարվել։ Կարմիր խաչի փոխանցած նախնական տվյալով հրթիռակոծության հետևանքով սպանվել է ավելի քան 80 քաղաքացի։ 200-ը ստացել է տարբեր աստիճանի վրացվածքներ։ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ քաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ լի են զոհվածների մարմիններով։ Ստեղծված ծայրահեղ իրավիճակում Լիբանանի վարչապետը դիմել է միջազգային հանրությանը։ Նա կոչ է արել դաշնակից երկրներին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իսրայելական հարձակումներն անհապաղ դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել ուղղված բոլոր այն երկրներին, որոնք շարունակում են ռազմական համագործակցությունը Թեհրանի հետ։ Ցանկացած պետություն, որը զենք կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի պատժամիջոցների, ԱՄՆ-ում վաճառվող այդ երկրի բոլոր ապրանքների համար կսահմանվի 50% մաքսատուրք, առանց որևէ բացառության կամ արտոնության։ Թեհրանն այլևս չի կարող արտադրել հրթիռներ, արձակման կայաններ կամ անօդաչու թռչող սարքեր, նշել է պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Նրա խոսքով Թրամփը հնարավորություն ուներ րոպեների ընթացքում կործանել Իրանի ամբողջ տնտեսությունը, սակայն ընտրեց ողորմածության ճանապարհը։ Համաձայնագրի պայմաններով Իրանից դուրս կբերվի արգելված ամբողջ միջուկային նյութը, իսկ օբյեկտների նկատմամբ կսահմանվի շուրջօրյա խիստ հսկողություն։ Թրամփի դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա եւ վերջ, շեշտել է նա։ Տարածաշրջանում հաստատված հրադադարի կայունության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա զգուշացրել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունը կարող է տապալվել հնարավոր սադրանքների կամ սաբոտաժի հետևանքով եւ հույս է հայտնել, որ հրադադարը լիարժեքորեն կյանքի կկոչվի։ Այս զարգացումներին զուգահեռ իսրայելական կողմը զանգվածային հարձակումներ է իրականացրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Իրանը ներկայացրել է հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիր, որը նախատեսում է հատուկ ներդրումային հիմնադրամի ստեղծում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները փոխհատուցելու համար։ Ըստ իրանական ֆարս գործակալության, Թեհրանը նաև մտադիր է ապագայում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից այդ միջոցներն ուղղելով ավերված օբյեկտների վերականգնմանը։ Չնայած այս առաջարկներին Վաշինգտոնում իրավիճակը սրվել է։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծանոթանալով Իրանի 10 կետանոց պատասխանին այն որակել է որպես աղետ և ձախողում, սակայն ակնկալվում է, որ կողմերը կհանդիպեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններում, որտեղ ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանականը խորհրդանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Չինաստանն էլ հայտարարել է, որ կշարունակի կառուցողական դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում։ Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի առաջարկած 10 պայմանը, Գերագույն առաջնորդը թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակը։ Իրանը հաստատել է, որ Լիբանանը ցանկացած համաձայնության մաս է կազմում, իսկ Հեզբոլահը մի քանի ժամվա ընթացքում կհայտնի իր հստակ դիրքորոշումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձել է պնդել, թե լիբանանյան ճակատը ներառված չէ համաձայնագրում, որպեսզի մեղմի արդյունքներից առաջացած շոկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ զինադադարի պայմանները շատ լավն են, սակայն չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Դուք չգիտեք, թե որոնք են այդ 10 կետերը, բայց ես գիտեմ, դրանք շատ լավ կետեր են, եւ դրանց մեծ մասը արդեն լիովին համաձայնեցված է։ Թրամփը նաև հերքել է Իրանի այն պնդումները, թե ԱՄՆ-ի պահանջները չափազանցված են։ Նա զգուշացրել է, եթե համաձայնագիրը պատշաճ կերպով չկատարվի, Վաշինգտոնը շատ հեշտությամբ կվերադառնա ռազմական գործողություններին։ Փորձագետները նկատել են, որ միայն այն փաստը, որ ԱՄՆ-ն հզորագույն բանակ ունի, դեռ չի նշանակում, թե նա կարող է իր պայմանները թելադրել մնացածին։ Արևմուտքը բանակցություններում հազվադեպ է պահել իր խոստումները, սակայն այս անգամ տարբերությունն այն է, որ Իրանն ի վիճակի էր պատասխանել իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։ Ռուսական հետախուզության տվյալով Եվրամիությունն արդեն սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի արտադրության ներուժը զարգացնելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի, միությունը ընտրել է վտանգավոր ուղի, որն ուղղված է դեպի արևելք նոր արշավի իրականացմանը։ Սա անխուսափելիորեն կխաթարի միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը։ Նախատեսվում է պաշտոնապես ձևակերպել միջուկային զսպման համաեվրոպական սկզբունք, հիմնված ֆրանսիական և բրիտանական ռազմատեխնիկական ներուժի վրա։ Եվրամիության նպատակն է ստեղծել միջուկային ուժերի լիովին ինքնավար հրամանատարություն։ Հայտնի է, որ գերմանացի մասնագետներն ի վիճակի են ընդամենը մեկ ամսվա ընթացքում գաղտնի ստանալ միջուկային սարքի համար բավարար քանակությամբ զենքի պլուտոնիում։ Մարսելում վարորդները մտահոգվել են վառելիքի գնային սահմանաչափի հնարավոր վերացմամբ։ Քաղաքում արդեն մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, իսկ շատ լցակայաններում վառելիքն իսպառ վերացել է։ Առավելագույն շեմը բարձրացել է մինչև 2.25 եվրո 1 լիտրի համար։ Մարսելում և Ֆրանսիայի արևմտյան շրջաններում լցակայանների ավելի քան 40%-ը բախվել է վառելիքի դեֆիցիտի։ Թանկացումն ու դժվար հասանելիությունը շղթայական ազդեցություն կունենան սննդի գների և տրանսպորտային ծախսերի վրա։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-իսրայելական ուժերի ռազմական գործողությունների ֆոնին։